Ընկերներ ջան, դեկտեմբերի առաջին շաբաթը բերում է թարմշարժ բիզնես միջավայրի աշխուժացում եւ նոր գիտելիքներ ու կապեր ձեռք բերելու իրական հնարավորություններ։ ՍՄ փուլն է, երբ տարին փակվում է, բայց ակտիվությունները ընդհանրապես ոչ։ Կազմակերպությունները, ակումբները, մասնագետները շարունակում են ներկայացնել կրթական ծրագրեր, կիրառական դասեր, էքսպոներ, բիզնես կապեր ամրապնդող այլ հանդիպումներ։ Եվ ինչպես միշտ Nigerian and Friends ձևաչափով անցնում ենք այս շաբաթվայի շարժան միջոցառումներին։ Սկսեցինք։ Դեկտեմբերի 4 ժամը 12 թեման լիզինգը որպես բիզնեսի զարգացման միջոց։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այն կայանալու է Գյումրիում, այլ ոչ մայրաքաղաքում։ Լիզինգի ինստիտուտը Հայաստանում զարգանում է եւ այս հանդիպումը հենց դրա մասին է։ BSC բիզնեսի աջակցման կենտրոնը եւ ՀՀ լիզինգատուների ասոցիացիան Շիրակի մարզի բիզնեսներին կներկայացնեն, թե ինչպես ստանալ գյուղատնտեսական, արտադրական, ագրոպարենային սարքավորումներ առանց գրավի եւ մատչելի տոկոսադրույքով։ Հասցեն Հայրաքաղաք Գյումրի, Impact Hub Շիրակացի 8։ Մանրամասները կնայեք հղումներում, որը կտեղադրեմ Nigerian and Friends-ի YouTube-յան ալիքի այս թողարկմանը մեկնաբանությունում։ Հետևեք ալիքին, գրանցվեք, մնացեք լարվածության մեջ, որ բաց չթողեք կարևոր իրադարձությունները։ Դեկտեմբերի 5-ից 7 ժամը 10-ից 10 Որակի նշան Expo 2025 ապրանքների եւ ծառայությունների ցուցահանդես։ BS Cosmo Business ակումբը եւ Որակի նշան ընկերությունը համատեղ կազմակերպել են մեծածավալ ցուցահանդես վաճառք, ընդգրկելով անվտանգ եւ որակյալ ապրանքներ ու ծառայություններ։ Հասցեն ոսկերիչների 1 Meridian Expo կենտրոն։ Եվ դեկտեմբերի 5 ժամը 11-ից 14 թեման էմոցիոնալ ինտելեկտը թիմային աշխատանքում վարպետաձ դաս։ Նատալի Ավակյանն ու Կարինե Հովհաննիսյանը կազմակերպել են կիրառական գործնական վարպետաձ դաս թիմային աշխատանքի որակի բարձրացման համար։ Դասը հարմար է գործարարների, թիմի ղեկավարների, HR մասնագետների եւ այլ թիմ կառուցողների համար։ Մասնակցության վճար 15000 դրամ, հասցեն Ռամադան հյուրանոց, Յուզանդի 15։ Եվ մի ուշագրավ լուր ապագայից։ Ռոբոտների հեղափոխությունը սկսված է։ Մինչև 2050 թվականը աշխարհում մարդանման ռոբոտների թիվը կհասնի մոտ 1 միլիարդի, իսկ շուկան կգերազանցի 5 տրիլիոն դոլար։ Նա հասան արդեն հնդիկների ու չինացիներին էլի քանակով։ Ռոբոտները կաշխատեն գործարաններում, պահեստներում, խանութներում, հյուրանոցներում, իսկ 80 միլիոն ռոբոտ արդեն սպասարկելու են մարդկային կենցաղը։ Գինը կտրուկ կնվազի 2024 թվականի $200,000-ից 2050 թվականին հասնելով 50,000-ի եւ նույնիսկ 15,000 դոլար Չինաստանում։ Չինաստանը դառնում է ոլորտի անառարկելի առաջատարը Շենժեն քաղաքով, որն արդեն անվանում են ռոբոտիկայի հովիտ։ Folding bot from Norwegian collaborators 1X that showed off impressive soft touch. Այն անեկդոտ կա, որ կնգան ասում է մի հատ էլ ծված եղանել սովորցրա, դու արդեն կարաս տողես գնաս։ Այս շաբաթվա համար էլ նախատեսել ենք այսքանը։ Կհանդիպենք հաջորդ կիրակի նույն ժամին։ Ուժեղ եղեք։